Կառավարության նախաձեռնությամբ եւ սահմանած օրակարգով այս շաբաթ ազգային ժողովն արտահերթ նստաշրջան էր գումարել։ Օրակարգում 44 հարց էր, որից 12-ը քննարկման հատուկ ընթացակարգով առաջին եւ երկրորդ ընթերցումներով։ Արտահերթ նստաշրջան գումարելու նախագիծն ու դրա հիմնավորումը ազգային ժողովի ամբիոնից ներկայացրեց ներքին գործերի նախարարը, ընդդիմությունը սակայն մի շարք օրենքների նախագծերի հետ կապված մտահոգություններ հայտնեց։ Այս նախագծերը պետք է անցնեին հանրային քննարկման փուլ։ Արդյոք պահպանված են այս ընթացակարգերը։ Նախագիծը պատգամավորական նախաձեռնություն է եւ առաջարկվել է մեր գործընկերներ պատգամավորների կողմից։ Նախագծի մասով ես վստահություն պիտի հայտնեմ, որ առնվազն մեկ հանրային քննարկում տեղի ունեցել նաեւ պատգամավորների ներգրավմամբ, այսինքն հանրային քննարկում կազմակերպվել է այս նախագծի շուրջ։ Սա սահմանափակում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները, այսպիսին էր խորհրդարանում ընդդիմադիր առաջին ուժի նկատառումը կառավարության սահմանած օրակարգի վերաբերյալ։ Կարևորագույն օրենսդրական նախաձեռնությունները բերվում են հապշտապ, առանց պատշաճ հանրային քննարկման, առանց բոլոր շահագրգիռ կողմերի թեր եւ դեմ կարծիքները լսվելու։ Ես չգիտեմ, թե ինչ ենթադրություններ ունի իշխանությունը այս նախագծերը նման հրատապ կարգով առաջ մղելու համար, բայց ակնհայտ է, որ հիմնարար իրավունքի նման կարգով ոտնահարումը եւս մեկ ապացույցն այն բանի, որ ԿՊ-ն որևէ առնչություն չունի մարդու հիմնական իրավունքների հետ։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից էլ Ծովինար Վարդանյանն ընդդիմությանը հռետորական հարց ուղղեց։ Ուզում եմ իմանամ ինչի եք եկել, ճիշտն ասած, ընդդիմությանն է հարցը սողված, որովհետև մենք սովորել էինք, որ դուք այլևս այստեղ չեք ներկայանում։ Ծովինար Վարդանյանի հարցը սակայն դարձավ քաղաքական բանավեճի պատճառ։ Տիկին Վարդանյան, դուք ով եք, որ ասեք ինչի եք եկել, ով եք ընդհանրապես։ Բամինասյան տեղեկացնեմ, որ Ծովինար Վարդանյանը Հայաստանի Հանրապետության ընտրված պատգամավոր է, իշխող մեծամասնության ներկայացուցիչ եւ այն թիմի ներկայացուցիչն է, որը ձեզ եւ ձեր թիմին առնվազն 2 անգամ ջախջախել է ընտրություններում։ Այնուամենայնիվ խորհրդարանն անցավ օրակարգային հարցերի քննարկմանը։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորների հեղինակած Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ հանրակրվեի մասին սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենսդրական փաթեթը խորհրդարանը քննարկեց առաջին եւ երկրորդ ընթերցումներով։ Հեղինակներն առաջարկում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի երկրորդ հոդվածի առաջին մասը լրացնել նոր խմբագրմամբ, ըստ որի ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն ընտրության օրը 18 տարին լրացած քվեարկության օրվան նախորդող 48-րդ, իսկ ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դեպքում 28-րդ օրվա դրությամբ համապատասխանաբար դրան նախորդող 730 օրվա ընթացքում Հայաստանում փաստացի 366 եւ ավելի օր գտնվող Հայաստանի քաղաքացիները։ Վերաշարադրվում է նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու պայմանները։ Այստեղ պահպանվում է համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառման պահանջը, սակայն հստակեցվում է նաեւ Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվելու նույն չափանիշը նախորդող 730 օրվա ընթացքում 366 եւ ավել օր մնալը։ Սահմանվել են նաեւ բացառություններ Հայաստանում հանրային ծառայության մեջ գտնվող անձի ծառայողական նպատակներով արտերկրում գտնվելու կամ Հայաստանի դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող անձի ընտանիքի անդամի, դիվանագիտական ծառայություն անցնող անձի հետ արտերկրում բնակվելու կամ արտերկրում բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության հանգամանքներում գտնվող անձանց վրա օրենքը չի տարածվի։ Քաղաքական բանավեճից ու իշխանություն ընդդիմություն իրարամերժ ելույթներից հետո նախագծերի փաթեթն ընդունվեց առաջին եւ երկրորդ ընթերցումներով։ Ազգային ժողովում կներդրվեն падգամավորների էթիկայի հանձնաժողովի գործունեության նոր կառուցակարգեր, որոնք հնարավորություն կտան հաղթահարել մինչ այժմ առկա սահմանադրական եւ գործնական խոչընդոտները։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն առաջարկում է լրացումներ կատարել ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքում։ Նախաձեռնության նպատակը ըստ զեկուցողի падգամավորների բարեվարկության մակարդակի բարձրացումն ու հարցը քաղաքական հարթությունից մասնագիտական ու ժողովրդավարական մշակույթի դաշտ տեղափոխումն է։ Այս նախագծով մենք սահմանել ենք, որ էթիկայի հանձնաժողովը առանձնահատուկ կլինի ազգային ժողովում այն առումով, որ ի տարբերություն մյուս հանձնաժողովի, այստեղ մենք կունենանք պարիտետային ներկայացվածություն, այսինքն կառավարող մեծամասնությունը եւ հավաքական ընդդիմությունը ներկայացված կլինեն հավասարապես։ Մենք նախատեսել ենք նաեւ, որ
խմբակցությունները նշանակումներ կանեն այդ հանձնաժողովներում, ոչ միայն անդամների, այլ նաև նախագահների եւ փոխնախագահների առումով։ Իսկ որոշումների կայացման գործընթացում թափանցիկությունն ու անկողմնակալությունն ապահովելու համար էլ կամրագրվի, որ եթե քննարկվող հարցը վերաբերի կառավարող մեծամասնության падգամավորին, ապա նիստը կնախագահի ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչը։ Զուգահեռաբար ընդդիմադիր падգամավորի դեպքում արդեն մեծամասնության ներկայացուցիչը։ Ձայների հավասար բաշխման դեպքում որոշիչ կլինի նախագահողի ձայնը։ Ազգային ժողովի падգամավորի երդման տեքստը կփոխվի, նախաձեռնությունն ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, Արուսյակ Ջուլհակյանին ու Հասմիկ Հակոբյանինն է։ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխությունների նպատակը երդման մեջ պետականության ամրապնդմանը եւ մարդու իրավունքների պաշտպանությանն առանցքային նշանակություն տալն է։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավորը երդվելիս նախ եւ առաջ պետք է ոչ թե խոսի համազգային նպատակներից, այլ Հայաստանի Հանրապետության հարատևությունից եւ սրա հիմքում նաեւ ընկած է մեր ընդդիմադիր գործընկերների վերջին տարիների ընթացքում ունեցած բանավեճը։ Նրանք շարունակաբար խոսում են ազգային իղձերից, իսկ մենք ասում ենք, որ ազգը ունի մեկ իղձ, դա պետության հաստատումն է, պետականության նվաճումն է։ Երդման տեքստը նախատեսվում է եզրափակել փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը կոչով հարգանքի տուրք մատուցելով պետականության համար իրենց կյանքը տված անձանց։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից Զարուհի Բաթոյանը հիշեց այսօր էլ ազգային ժողովում կամ падգամավորներ, որոնք չեն ընդունել նույնիսկ գործող երդման տեքստը։ Ինչ պետք է անել այս պարագայում, հետաքրքրվեց падգամավորը։ Այս տեքստի փոփոխությունը փոխում է մեր վերաբերմունքը մեր պետությանը եւ մեր ժողովրդին։ Թե ինչ, եթե падգամավորը հրաժարվում է երդվել, իրականում սանկցիա չի կարող կիրառվել падգամավորի նկատմամբ, երբ վերջինս հրաժարվում է երդվել, որովհետև մանդատից իրեն չեն գզրկի, դա կլինի հակասահմանադրական, բայց ես կարծում եմ, որ այս դեպքում կարող է օգնության հասնել եւ դա նաեւ հանձնաժողովի նիստի ժամանակ եմ ասել հանրային պարսավանքը։ Օրենքների նախագծերը խորհրդարանն ընդունեց առաջին եւ երկրորդ ընթերցումներով։